երեկո սիրելի ֆուտբոլասերներ, մեգա լիգայի եթերում սկսվում է 5-րդ տուրը, այսօր միմյանց հետ կմրցեն Կուբայի և Գերմանիայի հավաքականները։ Եկեք շատ արագ ծանոթանանք թիմերի կազմերին և անցնենք հանդիպանը։ Կուբա, հավաքականության հարկասապահներ Դոմինյան, Մարտիրոսյան, Մաղաքյան, Պապոյան, Հովհաննիսյան, Աղախանյան, Հարությունյան, Գալոյան, Սահակյան, Համբարձումյան, Հովհաննիսյան, Սողոմոնյան, Լևոն Սողոմոնյան, Նարեկ Սողոմոնյան, Միշև Սողոմոնյան և Արմեն Անտոնյան։ Թիմի գլխավոր մարզիչ Անդրանիկ Սողոմոնյան։ Այսպիսի կազմում էր Կուբայի հավաքականը, Գերմանիայի հավաքականն ծանոթանանք շատ արագ։ Վարան Զորաբյան, հարկաշապահներ Էրիկ Հովակիմյան, Ռազմիկ Եգանյան, Դավիթ Յավրյան, Գալշտյան, Եգանյան, Խաչատրյան, Ջան Ավակյան, Ֆրունզե Պողոսյան, Օհանյան, Մկրտչյան, Ֆելիքս Պիստոն, Հրաչ Մարտիրոսյան, Գրիգորյան, Մովսիսյան, Կոստանյան, Մուրդոսյան և Մինասյան։ Թիմի գլխավոր մարզիչ Դավիթ Եգանյան։ Դերլի մարզա կոնկուրսով, սաղավարտներով, այսպես ասեմ, կգործեն Գերմանիայի հավաքական ֆուտբոլիստները, իսկ Կուբայի հավաքականը մուգ շապիկով կլինի։ Հետաքրքիր հանդիպմանն ենք ականատես լինելու, իհարկե այսօր 6 միավորի պայքար է լինելու, ոչ թե 3 հանդիպումը մեկնարկում է կենտրոնից Կուբայի տղաներն են մեկնարկում հանդիպումը։ Եվ իհարկե մեզ այսօր հետաքրքիր հանդիպում է սպասվում։ Աշխարհություն մեր հիմա խաղանք զնիկը։ Եզրից Մեկ են նետելու Առաջի ռոպեները երկու թիմերն էլ սուպովական են մեկնարկել Էլ հիմա Եզրով վտանգավոր կարող է ստացվել Հանգավոր է պաշտպանություն դրանց գործեցին և Գերմանիայի ֆուտբոլիստներն են գնդակով Ձախթևով շարժում են առաջ, գեղեցիկ է վտանգավոր է արված, շեր է ստացում Գեղեցիկ սոլը անցում էր Գերմանիայի 7 համարի կողմից, բայց վերջին արվածը Պես հարդն է չստացվեց, Կուբան է գնդակը մցնելու խալու հետ և հալված առաջ, նորից Գերմանիայի Պաշտպանությունից նորից դուրս է գալիս Գերմանիայի հավաքականը
Մի փոքր չորրորդ տուրի մասին խոսենք, քանի մեզ մոտ զանգավոր չէ, բաները հիմա գրում է Գերմանիայի հավաքականը, բայց եզրից ընդամենը գնդակը նետեն խաղի մեջ։ Գերմանիայի հավաքականը նախորդ տուրում մրցեց Անգլիայի հավաքականի հետ, այստեղ նորից կարող է վտանգավոր ստացվել, գերազանց պաշտպանվեցին։ Եթե ճիշտ նկատեցիք Սողոմոնյանն էր։ Եվ հարված դարպասից չորրորդ տուրում Գերմանիայի հավաքականը մրցեց Անգլիայի հավաքականի հետ և ջախջախիչ 9-2 հաղթանակ տարավ։ Իսկ Հակոբայի հավաքականը մրցեց Պորտուգալիայի հավաքականի հետ այդ դեպքում անավարտ մնաց, եթե հիշում եք։ Հերվից հարվածի փորձ ունեց արտասապայի վրա կատամատրոշ հարվածը։ Հանդիպումը անավարտ մնաց, քանի որ ոչ ֆուտբոլային կանոնով էին գործել և այսպես Կուբայի հավաքականը որս 3 միավոր էր վաստակը։ Իսկ ինչը վերաբերվում է Անգլիայի հավաքականին, ամենա վստահ հաղթանակ Գերմանիայի հավաքականը կենտրոնով գեղեցիկ էր ամեն ինչ մտածված, բայց վերջի վարկանին Կուբայի պաշտպանը հրադանց գործեց հեռացրեց գնդակը արված ինչը ստացվում էստեղ գնդակը խաղի մեջ կնետեն Կուբայի տղաները Արգեցին գնդակը Ստային էր այստեղ, բայց ամեն ինչ լավ է ավարտվել Կուբայի համար, խախտել էին կանոնները Գերմանիայի տղաները Արկեցին նորից գնդակը Բանը գրոհում Գնդակի մոտ Բայց մույստը և այսպես կար յակը կանոնների խախտում Բանավոր գործեց Գերմանիայի արձակ կողը Նկատեցիք շատ Աշկի կենտրոն իսկ ուղանային արված իրացնեն Կուբայի տղաները Պաշտպանին հեռացրեցին ևս մեկ հարված բարձր է
Արկեցին նորից գնդակ Գերմանիայի ֆուտբոլիստները բայց գերազն անց Աշպանվեց այստեղ Մամակյանը Նայած կստում է իր թիմի Գրով Մամակյան Թեգու մազատ էր խաղանկերը Երկուստեք սխալներ ի վերջո գնդակը Գերմանիան հավաքականում Achtung! Կուբայի կողմից Գերմանիան շատ արագ խաղարկեց գնդակը Վերվից հարվածի փորձ բարձր է ստացվում Մամակյան Շում է իր թիմի նոր գրողը Գալոյան է ծաղթևում ազատ Գալոյան, գերեցիկ էր, ծաղթևով շարժում առաջ, Գալոյան Երազանց փոխանցում էր, բայց պաշտպանները հեռացրեցին, հեռվից հարված Նորից պաշտպանները փակեցին Երրորդ տեմպով է շարունակվելու գրողը Բարձրից, ուժեղ է Բանտիներին եմ աստակել Բամ Ամակետանի կազմում է փոքրություն տենի ունեցավ Բարձրից վտանգավոր է Չկան այստեղ ըստ մրցավարի ձեռքով խաղ Եզրից հարկեցին գնդակը Կուբայի տղաները շատ արագ կորցրեցին գնդակը Այնակ է այստեղ Գերմանիայի ֆուտբոլիստը չկար ոչինչ, պետք է կաննել ոտքի Չէր եկել գնդակը աստորեն Մեկապումով գեղեցիկ էր, բայց կենտրոնում Անկերներից Ոչ ոք չկար այստեղ ինչ կոպիտ խալ է թույլ տալիս Կուբայի պաշտպանը Նորից Գերմանիանը գերում Մաղաքյանը գերազանց Գնդակը մաքրեց Եվ Կուբան է շարժում առաջ Հանգիստ պաշտպանություն խաղարկում են Կուբայի տղաները Մաղաքյան Ժալոյան Ատեց խաղանկերոչը Չկործել է էջ գնդակը Կուբա Դա գործեց Կուբայի տախշանի կանար Մաղաքյան Ֆանտաստիկ նկարեց այս փոխանցումը, բայց Անկերը չհասավ գնդակի Երկու թիմերն էլ ավելի շատ Հաշկիվ միջին ակվատում են գնդակը գլորում Իհարկե գրողներ կան, արվածներն են քիչ Հիմա կարող է վտանգավոր ստացվել Շատ վտանգավոր է արված, փրկում է դարձաշապարը
Փրկեց ուղղակի Կուբային։ Երկրորդ տեմպով է գնում Գերմանիայի հավաքականը այնտեղ գեղեցիկ սաունդում է կատարում Կուբայի պաշտպանը։ Հարությունյանը ֆանտաստիկ գործեց, փրկեց իր թիմին, Անդնեյնը իրացված է արված, Ալպասաձովը սայլով անցավ գնդակը և դուրս եկավ, բայց Հարությունյանն էր այնտեղ միջամտել։ Գերմանիան իրացնելու ընտրումը Պողոսյան լեգնդակի մոտ Պողոսյան խարկ և գնդակը Անյան հերվից հարվածի փոց վարկեցին Նազանցեր այստեր եվս մեկ վտանգավոր գրով տեսեք ամբողջ գրովներ այստեղ պրկեց պաշպանը հրվածրեց գնդակը բոլոր գրովները Գերմանիայի հավաքականը Զարթևով է Կատարում Ինչքան Կուբայի աչ թևը Մի փոքր պասիվ է գործում Երկար է նախապատրաստում այս Անդնեյնի Գերմանիայի տղաները Հացրից պաշտպանները հեռացրեցին Կտեսնենք արագ հակագրով Ոչ Ընդակը Գերմանիային է Պողոսյան Արվածի կորցրեց Պողոսյանը Արված, դեմքին արված է ստանում և ֆանտաստիկ էր ամեն ինչ բացված հանդիպման հաշիվը մեզ մոտ 1-0 Գերմանիայի հավաքականը բացում է հանդիպման հաշիվը Դավիթ Լավրյանն է դառնում գոլի եղինակ Այսպես Այսքան Գնդակը կենտրոնում խաղարկելուց հետո երրորդ թե երկրորդ հարվածով Գերմանիայի հավաքականը բացում է հանդիպման հաշիվը Վտանգավոր է պաշտպանվում հավաքականը լավ այստեղ կանոնների խախտում գրանցվեց Գերմանիայի տղաներն էին խախտել Գնային իրացնելու Կուբան Դարձրից Հրացի պաշտպանները գնդակը Խոնցումնել Սրատերքիներ Պողոսյան
Գերմանիայի հավաքականն է գնդակով գնդակը Կուբայի տղաները Կանով Եղեցիկ էր և խաղթեցին ի վերջո կանոնները Գերմանիայի տղաները դաշտի կենտրոնում Կուբանային հարված կիրացնել Արված և գնդակը դարպասում է մեկ-մեկ Եղեցիկ էր ամեն ինչ մտածված, եթե սա իհարկե տնային աշխատանք էր և Կուբայի հավաքականը հավասարեցնում է հանդիպման հաշիվը աղակեցի վերջում Եվ այստեղ վտանգավոր չկար կանոնների խախտում եթե Կուբայի կողմից ոչ այստեղ գնդակով են նորից Գերմանիայի տղաները Եգրից Ստանից էլ դուք եկել, գնդակը այստեղ Ատվատ Եզրային նետում կատարվեց Գերմանիան արված Սրկեց դարպասածողը Ֆրոնզ է Պողոսյան արված Ֆանտաստիկ գոլ է եղինակ է դարնում Պողոսյանը Գերազանց էր ամեն ինչ ուղղակի Շատ արագ Գերմանիայի հավաքականը առաջ է նորից անցնում հաշվի մեջ Ալստյան Ողջրեց Կուբան պաշտպանությունում գնդակը շատ հապտտված են այս րոպեներին պաշտպանվում Կուբայի տղաները Գավրիան նահանգունային իրացրեց Պողոսյան Պողոսյան չկա այստեղ կանոնների խախտում գնդակին կանգնեց Պողոսյանը բայց այստեղ էլ Գալստյանն է լավ գործում չի տալիս շրջանցել Հարությունյանը Նրա Աղաքյան Նորից նա է պաշտպանցում խաղարկում գնդակը Հարությունյան իջեցրեց գնդակ Հարությունյանը Աշտևով շարժում են առաջ Կուբայի տղաները ուժեղ էր այս փոխանցումը հանգերով ճուղությամբ Դարդարները քիչ էին Շատ չի ավելացնի առաջի խաղակեսին, մրցավար Լեց գնդակ Կուբայի հավաքականը Պողոսյան Շատ վտանգավոր փոխանցում էր, բայց
Դարպասապա եկավ գնդակին ընդառաջին վերցրեց։ Որից կորցնում են Կուբայի տղաները գնդակը։ Դեմել Յանի փոխանցումն էլ ուժեղ։ Աշխարհային մրցավարը շատ ավելացել է։ Ակեսի ավարտին Վերջին փորձերից մեկը Կուբայի հավաքական առաջի կեսում հաշիվը ավարտեցնելու համար Ավակյան Կենտրոնով են խաղարկում գնդակը Կուբայի տղաները Շարժում առաջ Դուրս էր եկել գնդակը եզրից Գերմանիային է գնդակը Օսյան Երազանց փոխանցում է խաղանկերով ճուղությամբ Աշխարհությունում խաղարկում են գնդակը Գերմանիայի տղաները Գալստյան, Պողոսյան Անցումը չստացվեց Եկը պոմով գերազանց էր ամեն ինչ կատարված Դեկը տեսնենք հարված Կարված է և գնդակը դարպասում է 3-1 է դառնում հանդիպման հաշիվը Եվ այս հարվածով էլ ավարտվում է առաջի կեսը Մի փոքր ընդմիջենք և վերադառնանք գիտելու հանդիպման եկող քաղաքից Վերադառնում ենք սիրելի ֆուտբոլասերներ Շոնիքի մարզաբախը դիտելու Գերմանիա-Կուբա հանդիպման եկող քաղաքից հիշեցնեմ, որ առաջի կեսից հետո Գերմանիան արժանում է 3-1 հաշվով Եվ տեսնենք եկող քաղաքիցում ինչ կառաջարկի մեզ Կուբայի հավաքականը Գերմանիայի հավաքականն է նորից գնդակով Եվ այստեղ Գնդակ ինչ ասա, խաղանկերը եզրից Նետ են գնդակը Կուբայի տղաները Աշխարհությունում նորից խաղարկում են գնդակը Կուբայի տղաները Լավն են մեկը պումով փոխանցում է չկար այստեղ կանանների պախտում էրբից հանված Հարությունյանի կողմից եվս մեկ հարված Շերեր Գերեցիկ է ձախ թևով Պողոսյանի փոխանցումը դեպի ջանը չստացվեց Սովորյան Դակով է Կուբայի հավաքական Հարությունյան Հացրից Պողոսյանը Հլեց գնդակը, բայց նույն պահին էլ կորցրեց եվս մեկ հարված խնդում է դարպասաձողը Կուբային, բայց այնտեղ դիպչել էր Գերմանիայի ֆուտբոլիստներից մեկին և կլինի անկնային Հրկվեց Գերմանիան Разве я не
It's Ձեպի դարպասը պարին հարկասը անտունեին արվոտի հետո Մարությունյան Միայն Երում այգրի դարպասը պարին Երավնանց խանքերը չնկատ է ձաղթևով, բայց ոչ պակաս լավ գործեցին նաև բայի տղաները Շարաշտեղ ոչինչ ես մրցավարի գրում է Կուբայի ավակականը այստեղ խանքերները Միանցից խլեցին գնդակը Լավ է վերջո Գրում է նորից Գերմանիայի ավակականը Հերվից հարվածի փորձ Ակեցին պաշտպանները Գնային, ոչ, եզրից է նետելու գնդակը Գերմանիա, Գալստյան Ակեց պաշտպանների գնդակը Գալստյանը և Արված դարպասապավ, փրկեց Կուբանը Արությունյան, շատարակ դուրս է գայց Կուբայի ավակականը պաշտպանությունից, բայց Երկար կռոս փոխանցումը չասան դեպի Արությունյանը Մնացին գնդակով Կուբայի տղաները ոչ Եդրից Գերմանիային է գնդակը Չէ Բայց Խլեցին գնդակը Կուբայի տղաները նորից Բողոսյանը մտավ պայքարի մեջ է խլեց Փոխանցումը լավը չէ Ստացվեց անցումը և հարակակագրով Գերմանիայի ավակականները ու մարված Մի փոքր շեղությամբ է Գնդակը Այո, ծեր է գնդակն ծաղկի դարպասապանը Ավակյանները արվածողը Լավ չէր, գործել էին նորից Գերմանիայի տղաները և Կուբանը շարժվում առաջ Երեցիկ էր Եվ խաղթում, խաղթում Գերմանիայի ավակականը Կուբանը իրացնելու Դանային հարվածը Հարված և Տանգավոր էր հպումները Բայց վերջո հեռացեցին Գերմանիայի տղաները Նորից գերազանց էր այստեղ ամեն ինչ, բայց Ակարված Հաղթում կար մինչ այդ Այս ո՞նց է դեպքան մարդկայնած մենակ մեր խաղին է, որ պինցն է գա։
Գրոմ է Կուբայի ավակականը գալստանը գերադանց պաշպանվեց Պողոսյան դուրս ենք այս հակագրոյի Նորից լավ պաշպանվեց Կուբա Մոնան են եզրից գնդակ ու կմցին խաղի մեջ Ասում եմ պաշպանություն եմ Երմանիայի տողնները վտանգավոր հպում են այստեղ Բայց ի վերջո գնա Կուբայի մոտ է Նրանց դուրս եկան պաշտպանությունից Գերմանիայի տղաները Պողոսյան շարժում են առաջ Տեսեք հարված Նրանցլեցին գնդակը Բայց անկյուն էին է լինելու Ատվից սունիկ դա պաշնապարություն գնացալ գնդակ Երդան շրջվեց Կուբայի ֆուտբոլիստը առաջինյակ Ես Համենը եզրային նետում Ծին արությունակ, տեսնենք ալված կողարվածը մեկ ընդեք հետ է բերում Կուբայի ավակականը 3-2 է դարդում հանդիպման աշիվը այսպես կնեցրեցին հանդիպումը Կուբայի և Գերմանիայի տղաները Կուբան Քանի անգամ փոխեցին Բանային հարված է Պատրաստ են մինացնել Գերմանիայի ավակականը Արկեցին գնդակը Գերմանիայի տղաները արված հեռվից կակեցին պաշտպանները Երազլանց փոխեցին Գեոյի եզրը դեպի արկ Սողոմոնյան Պաշտպանությունում խաղարկում են գնդակը Հեռվից հարվածի փող Գելա
Artık engelliler. Մեդրից նետեցին գնդակը Կուբայի տղաները արդեն սկսում են շտապել միակը ժամանակը ավարտին է մոտենում այստեղ էլ դեր 10 րոպե կա հանդիպման ավարտը տեսնեմ Գերմանիան մեկ գնդակի առավելությամբ հաղթում այս հանդիպումը ձախթևով շարժվում են առաջ Եվ չկա այստեղ ոչինչ կլինի արված դարպասից Մեն առաջ Կուբայի տղաները ձախթևով Հարությունյան Օմոնյան Մեկ հարված կա արված դարպասած զողն է չեստում Որի որ դարպասած զողներ հաշվել եք Հաստատ ոչ առաջինը Օմոնյան Օսյան Թեվով շարժում են առաջ Երազանց գործեց Պողոսյանը բարձրից Կարվածը պաշպանը պակեց Նորից հակագրովում է Կուբայի ավակատանը Շատ է գնդակ իլմոտում Կուբային համարը, բայց չի գործնում այն Խաղթեցին կանոնները Դաշտի կենտրոնում Գերմանիայի տղաները Կոնեն արված բացը Յանեինը նույնպես մատանցալում Եվ հարված առաջ Մեծ Գերմանիայի ֆուտբոլիստը այստեղ արցախվողը, բայց Միայն հաղթեց ուրիշ ոչինչ հարված դարպասից Ուժեղ հարված առաջ Շանցում է գնդել այդ Գերմանիայի տղաները Գրոում է նորից Կուբայի ավակատանը Եզրից գնդակը խաղի մեջ է նետելու նորից նրան Հովանիսյան Ակտիվ է, շատ ակտիվ այսօր Հովանիսյանը Ոցն անում կապ Պետք է շարունակել անցումը Սալոմոնյան Արժում են առաջ Հովանիսյան Երազանց շրջվեց Հովանիսյանը Եվ անկյունային Վահակյան անկյունային են ասակում
Ալիցից երկով էր այստեղ խաղացել, մոտեցին նկատեց եզրից գնդակը Կուբայինն էր Ուժում են առաջ, տրախտևով Մացոն, դեպի մավականը պաշպանները հեռացրեցին Եդրից մավականը նետում է գնդակը Գոնյա Հովանիսյան Դեց Պողոսյանի հետ պաշպանում Հովանիսյանը Վերջո վերսկսում է հանդիպումը Պողոսյան, աղթերով է շարնում առաջ Գերմանի հավաքականը, եզրից նետ են գնդակը խաղի մեջ Գերմանիայի տղաները Ստենով շարժում են առաջ Եվ այսեղ գնդակը Ապում են արդեն Կուբայի տղաները Գրոպ է Արդում ամավապը Հովանիսյան Լեց գնդակը Գերմանիա կենտրոնով շարժում են առաջ վտանգողը կարող է լինել Եվ այստեղ վերջի վարկյանին վերջի պահին հեռացնին գնդակը Հովանիսյան Արվակը բարձր է Ռազատ է Հարությունյանը եթե նկատ է Հարությունյանին Ավելի վտանգավոր ինքն է վարկներ այսինով Լեցին նորից պաշպանները գնդակը Տանգավոր է այստեղ գործում մնացին գնդակով Կուբայի տղաները Հովանիսյան Հովանյան Աստեղ Գերմանիան է գրում Հրվից արված շերը Գերմանիա պաշտպանները հանգիստ հեռացրեցին գնդակը Չրին այստեղ և խաղթել Խաղթել ուղակի Այստեղ
Լարված էր դարպասին։ Հարված առաջ, դարպասապար գերազն անձգոր Կուբայի ավակականի։ Կետ։ Եվ ի վերջո, չկա ոչինչ այստեղ, հեռացրեցին պաշտպանները գնդակը։ Հովհաննիսյան արված դարպասապահ հեռացրեց գնդակը, փրկեց, հեռացրեց, սեյֆ կատարեց Բեռն Գերմանիային ապահովում է 3 միավորը։ Տեսնեմ, որ հանդիպման հիմնական ժամանակը ավարտվում է 2-3 Գերմանիան ապահովում Եղս մեկ անկյունային կտեսնենք Եղս մեկ փոխանցում, բայց ցածրից էր Արագ գնդակը մտցնում է խաղի մեջ Գերմանիան Դաղթելով այն շատ լավ գործեց Երկու սանկմամբ ու չտվեց ուղղակի Իրեն շրջանցել Կուբայի պաշտպանը Եվ իհարկե ճիշտ ապիմը Գերմանիան Էցին գնդակը Համուր ուժերով Հարությունյան, Գերաբան շրջում է գնդակը Հովհաննիսյան Անից էլ խլեցին գնդակը Կուբայի Լավ գործեց այստեղ է պաշտպանությունում Գերմանիան Հովհաննիսյան Եզրից Արագ է դեպտել Հովհաննիսյան Ավարտի Բերմին այստեղ Վերջով սկսում է հանդիպումը Լարված են երկու թիմերն են իհարկե Եվ վերջո ավարտված հանդիպումը սիրելի ֆուտբոլասերներ 3-2 Կուբայի հավաքական հաղթանակ է Ոչ, Գերմանիայի հավաքական հաղթանակ է տոնում իհարկե կցանկանար Կուբան
Գոնե այս խաղում ոչ ոքի արդյուն գնացել իհարկե ցանկանային խաղով էլ չդիտեցին Գերմանիային, բայց դա է ֆուտբոլը, շնորհակալություն սիրելի երկրպագուներ այս հանդիպումը ինձ հետ դիտելու համար, խաղը ձեզ համար մեկնաբանեց Վարշան Պետրոսյանը, կհանդիպենք մեգա լիգայում, հաջողություն։